Շաբաթվա կարևոր լուրերն Armenia Today-ից։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարել է Մոսկվան պատրաստ է օգնել Հայաստանին լուծել բոլոր այն հարցերը, որոնք Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման համար կարգավորում են պահանջում։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն Երևանում շեշտել է Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձը Հայաստան պարտադիր քայլ է։ Հայաստանի արտգործնախարարությունից հիշեցրել են, Հայաստանի տարածքում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան չկա։ Խորհրդարանում ձախողվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում իրատեսական չի համարել Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կողմ է իմպիչմենտին։ Հայաստանից կոնյակ արտահանողները երկրորդ բողոքի ակցիան են իրականացրել Վրաստանի դեսպանատան շենքի առջև։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ամենօրյա ռեժիմով ակտիվ քննարկումների մեջ է վրացական կողմի հետ։ Կառավարությունը սահմանել է 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայության անցնելու հնարավորությունը։ Արցախի ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանի նախագահ է ընտրվել Ազատ Հայրենիք քաղաքացիական միացյալ դաշինք խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը։ Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը ներկայացնող Ադրինե Աջամյանը Միզ Աշխարհ 2025 գեղեցկության մրցույթի տաղանդների փուլի քառորդ եզրափակիչ է դուրս եկել։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները Ուկրաինայի հարցի շուրջ հեռախոսազրույց են ունեցել։